Պետք է շարունակել հանրային ճնշումը այն ձևով որ արվում է, որպեսզի եկեղեցին իրեն պարտադրված զգա լուծումներ տալու, իր հարցերի լուծումներ տալու, հասկանում եք, որովհետև այնպեսի աղաղակող խախտումներ կան ներեկեղեցական կանոնների, որոնք հետո սկսել են շահագործվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից եւ իրենց սարքել են իրենց ստրուկը ոմանց։ Եվ դրա արդյունքում էլ մենք տեսնում ենք ինչա կատարվում։ Ու դրանց էլ մեդալներ էլ տալիս, էլի, այն դեկորատիվ շների կոնկուրսի նման, չէ՞, ում տեսնում է շատ սիրուն է, մի հատ մեդալ է կախում, մի հատ էլ, չգիտեմ, ինչ-որ համով բան է դնում բերանը։ Մոտավորապես ողորմելի վիճակ։ Բայց ամեն դեպքում կոնսոլիդացիա կա կաթողիկոսի շուրջ եւ կաթողիկոսն էլ չի պատրաստվում հեռանալ եկեղեցու ներսում նկատի ունեմ։ Այդ պետք է ջարդել այդ կոնսոլիդացիան, որովհետեւ չի կարող կոնսոլիդացիա լինել մի բանի շուրջ, որը դեմ է պետությանը։ Հնարավոր չի դա։ Եկեղեցին պետք է դուրս գա պետությանն դեմ իր այս դիրքավորումից։ Պետությունը չի հանդուրժելու սա։ Պետք է այս բանը մեկընդմիշտ իրենք հասկանան։